Սիրելի կշարքներ, ողջույն, այսօր հոկտեմբերի 20-ն է, իմ օրացույցով Արեգոր, արևն է ձեզ բաշին ընկել, շաբաթվա առաջին օրն է, քանզի վաղը արդեն 21-ին տեղի կունենա նորալուսին նախա նորալուսնական լուսնային օր։ Եվ ես ուզում եմ ներկայացնել ձեր ուշադրության, այսպես ասած, նոյեմբեր ամսվա համար կանխատեսումը, գիտեք, արդեն լսում եք արևի նշանով եւ ամենաառաջին իհարկե ասցենտի նշանով կշարքներն է սա վերաբերում, հետո արևի նշանով այս երկուսը միացնում եք, որպեսզի տվյալ ամսվա համար կանխատեսումը լինի ամբողջական, հակառակ դեպքում ինքը կլինի թերի։ Ահա, եւ հիմա ես ներկայացնեմ, թե նոյեմբեր ամսին ինչ փոփոխություններ են լինելու եւ որքան շատ են հետընթաց, ուղընթաց, նշանի փոփոխությունը, բնականաբար նրանք մեր կյանք բերում են նոր փոփոխություններ, նոր գույններ, նոր մտածողություն, նոր հարաբերություններ եւ այլն, եւ այսպես Ուրանը վերջին անգամ կմտնի ցոլի նշան եւ արդեն 26 թվականի ապրիլի 26-ին ինքը վերջնականապես 7 տարով կտեղավորվի երկօրյակի նշանում եւ Սատուրնը, ինչպես նաեւ հետընթաց ինքը ուղընթաց կդառնա ձգան նշանում է վերջին անգամ նորից 26 թվականին նորից վերջնականապես ինքը կտեղավորվի խոյի նշանում, Մերկուրին կդառնա հետընթաց, Յուպիտերը կդառնա հետընթաց, Մարսը եւ Վեներան եւս կփոխեն իրենց նշանները։ Վեներան ձեր մոլորակն է, որ գտնում է ձեր նշանում, սիրելի կշարքները, եւ ես կարծում եմ դուք այն մաքսիմալ օգտագործեցիք, իհարկե նրանք ովքեր ինձ լսում են արդեն գիտեին եւ ճիշտ օգտագործեցին այդ ժամանակահատվածը եւ երևի թե ես սկսեմ Վեներայից, որը նոյեմբերի 7-ից 7-ին արդեն դուրս կգա ձեր նշանից եւ մինչեւ 12-ը ներողություն 12-րդ ամիս դեկտեմբեր 1-ը կտեղավորվի ձեր ֆինանսների տանը, այդտեղ բավականին իրադարձություններ են կատարվում ձեր ֆինանսների ինչ որ նպատակների համար, եթե գումար եք հավաքել, ծախսվում են այդ գումարները, ասենք եթե տրանզիտների դեպքում դա կապ չունի, տրանզիտներում կարող է ցույց տալ, որ դա լավ նպատակի համար է ծախսվում եւ այլն, բայց դա ցույց է տալիս շատ կոնկրետ ձեր անձնական քարտեզը։ Դրա համար լավ թե վատ արդեն դուք ինքներդ դուք իմանաք ինքներդ, ինչպես ասում են, եւ այդպես բավականին ծախս է լինելու եւ Վեներան եւս միգուցե իր դերական դերակատարություն կունենա, բոլոր դեպքերում դա իր տունն է, այնպես որ ինչ էլ որ լինի, դերական կլինի, կարծում եմ գոնե 50-50, չնայած որ ինքը կարիճի նշանում վտարված է այդ առումով։ Եվ մենք անցնենք առաջ 4-ին նոյեմբերի Մարսը եւս կփոխի իր նշանը, դուրս գալով կարիճի նշանից, ինքը կրակի նշանում կտեղավորվի մինչև դեկտեմբերի 15-ը այնտեղ կմնա, բնականաբար շատ ավելի լավ, որովհետև ջրի նշանում կրակի մոլորակը այնտեղ անելիք չունի եւ միգուցե ոմանց մոտ տեսեք նորից դա ասում է ծախսերի մասին, իհարկե եթե լավ էներգիան է կուտակվել, հնարավոր նաեւ եղել են եկամուտներ, մուտքեր են եղել ֆինանսական, ամեն դեպքում ինքը կտեղափոխվի այստեղ արտերկրի հետ կապված հանդիպումներ, խոսակցություններ, քննարկումներ կարող են լինել ձեր ընկերների, բարեկամների հետ եւ իհարկե նշեմ, որ մի վերջին անգամ կարծես թե դուք վերանայում եք ձեր ֆինանսական վիճակը, որը ենթադրում է արտերկրում միգուցե սովորելու, աշխատելու, բիզնեսի կամ վերջնականապես ապրելու, տեղափոխվել եւ այլն տարբեր նպատակների համար։ Այնպես որ հիմա ձեզ տեսեք Ուրանը ես մի անգամից կապեմ իրար հետ, Ուրանը նոյեմբերի 8-ին կմտնի ցոլի նշան, ինքը հետընթաց է եւ ցոլի նշանում կմնա մինչեւ, ինչպես որ ասացի, ապրիլի 26-ը 2026 թվականի եւ արդեն վերջնականապես 7 տարով կհաստատվի երկօրյակի նշանում, որն ասում է, որ 7 տարվա ընթացքում միանշանակ արտերկրի հետ կապված հարցեր կլինեն եւ
կշարքներ շատերը կամ իրենց հարազատների հարաբերությունը կմեծանա, կամ իրեն կմեկնեն շրջագայության աշխատանքի, բիզնեսի, ապրելու եւ այլն, անպայման ուշադրություն դարձրեք, դա ուրեմն լինելու է աստին ձենտով կշարքներն է հիմնականում սա վերաբերում, հա, այդպես շփոթմունք չլինի։ Եվ նոյեմբերի 5-ին Հայաստանի ժամանակով 17:19 տեղի կունենա լիալուսինը, արևև լուսինը կհակադրվեն 14 աստիճանում եւ այն կլինի լուսինը կգտնվի ցոլի նշանում, որը ձեր 8-րդ տունն է, այստեղ ֆինանսներ են, այսինքն դուք կհասկանաք ձեզ մոտ ինչ ֆինանսական վիճակ է, ինչպես պիտի վարվեք եւ դրանից հետո օրանը կմտնի ցոլի նշան, ինչ որ փոփոխություններ կմտցնեք հավանաբար, կամ ասենք գումար ինչ որ նույն նպատակի համար կծախսեք, կամ ինչ որ եկամուտներ կգան, ինչ որ բան կվաճառեք, ըստ դրա եկամուտներ կգան։ Ես արդեն ասացի, որպեսզի հասկանաք, արդեն հասկացել եք ձեզ ինչքան գումար է պետք ինչ աշխատանքի համար, գործերի համար, եւ հիմա դուք միտված եք այդ գումարը ձեռք բերելու, ինչ որ բաներից ստեղծել այդ գումարը վաճառքի տեսքով եւ այլն, այդ գումարը կուտակեք, որպեսզի կարողանաք իրականացնել ահա այս մասին է խոսքը, իսկ մենք անցնենք առաջ նոյեմբերի 9-ին Մերկուրին կդառնա հետընթաց մինչև նոյեմբերի 29-ը, շատ կարևոր է Մերկուրին ուրեմն աղեղնավորի կրակի նշանում է եւ այստեղ դուք քննարկում եք հավանաբար, ինչպես որ ասացի, ընկերների, բարեկամների հետ հնարավոր արտերկրի թեման եք քննարկում, եւ կամ են բոլոր հարցերը, ովքեր ինչ որ կապված է արտերկրի հետ, եւ նորից հանգում եք այն գալիս եք այն եզրահանգման, որ պետք է բոլոր դեպքերում վերանայել ֆինանսական վիճակը, հասկանալ որքան ենք հատկացնում, ինչքան է մնում եւ այլն։ Բոլոր դեպքերում ձեր հայացքը ուղղված է դեպի ֆինանսները, կարծես թե այս պահին ամեն ինչ որոշվում է ֆինանսներով։ Դուք հիմա կասեք, բնականաբար այս կյանքում ամեն ինչ է որոշվում ֆինանսներով, բայց ասենք տվյալ դեպքում, եթե ինչ որ հարցում կարող են ընկերները օգնել, ինչ ձևով ծանոթների միջոցով, չէ՞ որը բնորոշ է մեզ դա ասենք խելքի բերել, կարգի բերել, ապա այս դեպքում շատ կոնկրետ է դրվում ֆինանսական հարցը, հավանաբար ինչ որ մեծ գործեր են ի հայտ գալիս, ավելի մեծ նպատակներ, որոնց համար շատ կոնկրետ գումարներ են հարկավոր։ Միգուցե այսպես դա խաղարկվի, գիտեք, որ Մերկուրին վերանայում եք ձեր հնարավորությունները, կամ միգուցե դա էլ հենց բերում է վերանայումն էլ հենց բերում է ուրեմն ձեզ այն համոզման, որ անպայման այստեղ կոնկրետ արդեն գիտեք այսքան գումար է պետք եւ մենք սա պիտի անենք։ Այնպես որ ճիշտ օգտագործեք, վերանայեք այդ բոլոր հարցերը, ոչ մի նոր բան չենք սկսում, այլ ձեր հնարավորություններն եք վերանայում, հաշվարկում, ինքը նաեւ ձեր հին ծանոթները կարող են ձեզ օգնել։ Ես կարծում եմ այստեղ որոշակի բաներ անշարժ գույք կամ իրեր այդպես կարող են վաճառվել, ինչև այսպիսի իրադարձություններ են շատերի մոտ, իհարկե, քանի սա տրանզիտն է, ավելի մանրամասն միայն դա ձեր քարտեզը կարող է ցույց տալ։ Եվ 11-ին Յուպիտերը եւս կդառնա հետընթաց, սա ձեր նպատակներն են, ու կարծես թե իրենք այնքան շատ են, որ չգիտեք դուք որ ուղղությամբ գնալ, ինչ անել, որն է ավելի ճիշտ, մնալ, գնալ այնտեղ այն մյուսը կամ այն մյուս գործը եւ այլն շատ են, ու դուք փորձում եք այդ բոլորը իրականացնել։ Ինքը կլինի հետընթաց, գիտեք, խեցգետնի նշանում է մինչև մարտի 11-ը 2026 թվականի, բնականաբար ընտանեկան թեմաներն են, ընտանեկան, հայրենիքի եւ այլն արտերկրի թեմաներն են կարևորվում։ Ահա, եւ 20-ին տեղի կունենա նորալուսինը, Հայաստանի ժամանակով 10:47 արևելուսինը կմիավորվեն 29 աշճանում եւ այն տեղի կունենա ձեր ֆինանսների տանը, ասել թե կարիճի նշանում, ահա այստեղ միգուցե նոր սկիզբ դրվի, ինչպես որ ասացի, հնարավոր է ինչ որ վաճառքի հետ կապված, մի խոսքով ես արդեն թվարկեցի, այդ թեմաները ակտիվ կլինեն, առավել եւս
դա արդեն ձեր ազգական քարտեզը ցույց կտա, թե կունենաք դուք արդյոք մեծ եկամուտներ, թե պարզապես արդեն ձեր եկամուտները կծախսվի կոնկրետ ուրեմն նպատակների, այլևս այդ ընտրված նպատակի համար եւ 22-ին արևը կփոխի իր նշանը, դուրս գալով կարիճի նշանից կտեղավորվի աղեղնավորի նշանում։ Ձեր ֆինանսների տանն էր գտնվում արևը եւ հիմա ինքը արդեն կտեղավորվի այդտեղ, տեսնում եք ինքը ակտիվացնում է արտերկրի թեման։ Ահա այսպիսի տրամադրություններ եւ 28-ին Սատուրնը, որը գտնվում է ձեր 6-րդ տանը, հետընթաց էր, ինքը կդառնա ուղընթաց, ուշադիր եղեք, դա վերաբերում է թե ձեր աշխատանքին եւ թե ձեր առողջությանը եւ այստեղ ցույց է տալիս բոլոր դեպքերում ասցենդենտով կշարքների մասին է խոսքը, այստեղ ցույց է տալիս, որ դուք ունեք բավականին աշխատանք, աշխատում եք եւ դա կարող է ձեզ մոտ բերել գերհոգնածություն, ողնաշարի խնդիրներ, այնպես որ ուշադիր եղեք կամ այստեղ կարող է նաև ատամների հետ կապված հարցեր լինեն, որ պետք է անպայման դա ուրեմն բուժեք, այդ պրոցեդուրաներն անցնեք եւ տեսեք նոյեմբերի 28-ից մինչեւ ինքը ձգան նշանում է, այդտեղ կդառնա ուղընթաց եւ կմտնի արդեն խոյի նշան, ինչպես որ ասացի, մեկ ընդմիշտ փետրվարի 14-ին 2026 թվականի, այնպես որ մի վերջին անգամ զգուշացնում է, որ դուք պետք է զբաղվեք ձեր առողջությամբ կամ այստեղ աշխատանքին կարող է վերաբերել նրանք, ովքեր առողջության խնդիր չունեն, վերանայեն, թե իրենց համար ինչն է կարևոր, ինչ գործեր ունեն, որ մնացել է կիսատ, անպայման դա հասցնեն ավարտին։ Ահա այսպիսի իրավիճակ է եւ ես զգուշացնեմ, որ ուրեմն սիրելի կշարքներ, ձեր ընկերների, հարազատների հետ այստեղ կամ նրանք, ովքեր զբաղվում են առևտրով, առևտրի մեջ, ուրեմն փորձում եք արդեն նոյեմբերի կեսերից, 15-ից սկսված կարելի ասել մինչև վերջի երկրորդ կեսը ամսվա ուշադիր եք լինում, որպեսզի գումար չկորցնեք, որպեսզի ձեզ չխաբեն եւ ձեր առևտրում նրանք, ովքեր առևտրով են զբաղվում, իսկ նրանք արդեն հարաբերություններին կարող է վերաբերել, ֆինանսներին նաեւ, գիտեք, այս ժամանակահատվածում ցանկալի չէ բարեկամներին, ընկերներին գումար պարտք տալ, վերցնել, այդ հարցում եղեք ուշադիր, որպեսզի ձեզ չխաբեն եւ ընդհանուր այդպես չգնալ կոնֆլիկտի, եթե ինչ-որ հարցեր ունեք ձեր ընկերների, հարազատների կամ ուրեմն քույր եղբայր արյունակիցների հետ, այս դեպքում փորձեք թող այդ ժամանակահատվածը անցնի, նոր ուրեմն ինչ-որ հարցեր կքննարկեք, իսկ արդեն վերջում, նոյեմբերի վերջին, դեկտեմբերի 1-2-ը դա դժվար ժամանակահատված է, իհարկե մասնավորապես նրանց համար, ովքեր ունեն ուրեմն այդտեղ մոլորակ վատ էներգիան կկուտակվի, պետք է ուշադիր լինեք, զգույշ լինեք ձեր անձի նկատմամբ, ահա սրանք էին կարևոր իրադարձությունները նոյեմբեր ամսվա, սիրելի կշարքներ, ես կարծում եմ մանրամասնեցի, բոլոր դեպքերում կիսվեք տպավորություններով, արդյոք օգտակար եղան, նոյեմբեր ամսվա ընթացքում իհարկե երբեք ամիսները դուք ապրեք, որքանով այն օգտակար եղավ, ես ձեզ միայն պետք է ասեմ, որ ուշադիր եղեք ձեր առողջության նկատմամբ, որպեսզի եթե ինչ-որ խնդիր ունեք, անպայման փորձեք այն կարգավորել եւ աշխատավայրում հարաբերությունները եւս կարգավորել, այստեղ ինչ որ կիսատ բաներ կամ Մերկուրին եւս դառնում է հետընթաց, ձեզ օգնում է այդ հարցերում կամ աշխատանքի հետ կապված, միգուցե աշխատավարձի վերանայում եք եւ փորձում եք ինչ որ հավելյալ գումար եք ուզում կամ վերանայում եք ընդհանուր այդ վիճակը, որպեսզի հետագայում արդեն դա խնդիրներ չառաջացնի թե անձնական կյանքում, թե գործնական եւ այլն, այստեղ խնդիրները լուծեք, որպեսզի չտեղափոխվի մյուս դաշտ, այնտեղ լինի շատ այդպես կարելի ասել մինիմալ եւ վերանայեք ձեր ֆինանսական վիճակը, նաեւ դրա մասին է խոսքը, պարտք չենք տալիս, ճիշտ հակառակը հասկանում ենք, որ գործարքներն են ավելի ճշգրիտ, ավելի նպաստավոր եւ օգտակար, դա արեք, վերջացրեք, որովհետեւ արդեն ես կարծում եմ դեկտեմբերին իրավիճակը այլ կլինի, մինչեւ դեկտեմբեր դուք դա կավարտեք։ Ես իհարկե առաջ անցա, ինչևէ
Այսքանը կիսվեք անպայման ձեր տպավորություններով, այսքանը լավ եղեք, նկահանդիպենք առայժմ։